Жизнь это экзамен, կյանքը դա քննություն է, հավիտենություն մտնելուց առաջ, և ըստ քո ապրած կյանքի, Աստված որոշում է կայացնելու, որտեղ պիտի դու անցկացնես քո հավիտենությունը, իսկ կներեք էլի, եթե մենք այս պանդխտության ժամանակը, որ այսպես ասում ենք, շեշտում ենք, պանդուխտներ ենք և այնպես ենք կառչել երկրից, որ կարծես թե 1000 տարի ենք ապրելու, մեր աշխատանքը չունի վերջ, մեր տանջանքը չունի վերջ, մեր մտածմունքը չունի վերջ, ես մի բան ասեմ, գիտեք, դա բժշկական տեսակետից էլ այդպես է, ուսումնասիրված և հիմնականում համարյա թե 70-80% հիվանդությունների պատճառը մտածմունքն է, այդ մտածմունքներից առաջանում են դեպրեսիաներ, նյարդային հիվանդություններ, վախեր, քաղցկեղներ, շաքարներ, որովհետև մարդը ինքը որպես մարդ արարած իր ապրած կյանքից հաճույք չի ստանում, բավականություն չի ստանում, ինքը անընդհատ մտածում է, ոնց անի այս պարտքս փակեմ, այն հարցը լուծեմ, բա այն մյուսը, բա երեխեքը, բա թոռները, ու նորից եմ ասում, այդ ուրեմն հոգսերին երբեք չի լինելու վերջ, մարդ արարած, մինչև դու չհանձնվես Տիրոջ ձեռքերի մեջ և ասես, Տեր, ոնց որ կամ, ինչքան որ ապրում եմ և պիտի ապրեմ, թող քո կամքը լինի, պարտադիր չի ես ուտեմ, չգիտեմ ամենաթանկանոց ուտելիքները ես կարամ միջին, այսպես հաշվով բավարարվել, պարտադիր չի ես հագնեմ, չգիտեմ բրենդային շորեր կամ ես կարամ համեստ հագնվեմ, պարտադիր չի ես ունենամ ամենալավ թանկանոց մեքենաները, ոնց որ այսօր խարիզմատիկ եկեղեցիներում այսպեսի վարդապետություն կա, ցավոք մտել ասա եկեղեցի, ամենալավ բիզնեսները մերն ա լինելու, ամենալավ մեքենաները մենք պիտի քշենք, ամենալավ տները մերն ա լինելու և ով որ էլ աղքատ ա, նա անիծված ա, նա անեծքի տակ ա, համարձակվում եմ ասել, որ սա սատանայական վարդապետություն ա, որ մտել ա եկեղեցի, համարձակվում եմ ասելու, որ սա սատանայական վարդապետություն է, որ այսօր մտել է եկեղեցի և շատ մարդիկ այս վարդապետությանը կողմնակից են, շատ հովիվներ պաշտպանում են այս վարդապետությունը և առաջնորդվում են այս վարդապետություններով, որ մենք քահանաներ ենք, թագավորներ ենք, լսեք, դու մեղքի վրա թագավոր եղի, մեղքի վրա իշխան եղի, որ ինքը քեզ չտիրի, ոնց որ Տերը Կայենին ասեց, մեղքը քեզ ա փափագում, բայց դու իշխի իրա վրա, իսկ ինչ վերաբերվում ա հարստությանը, գիտեք, Տերը ում ոնց տալիս ա, չի նշանակում, եթե մարդը աղքատ ա, ուրեմն նա անեծքի տակ ա, չի նշանակում, եթե մարդը այս կյանքում հազիվ ծերը ծերին հասցնում ա, ուրեմն անեծքի տակ ա, մենք նայում ենք առաջի դարից եկեղեցին ինչպիսի փորձություններով, նեղություններով անցել է և մինչև հիմա շատ երկրներում ես 2 օր առաջ կարդացի փետրվարի 13-ին, հենց այս փետրվարի 13-ին 2025 թվականին Կոնգոյում 70 հոգու քրիստոնյաների գլխատել են, իրանց տները վառել են, աղբանոցներ են սարքել և իրանց գլխատել են, ինչ ասենք այս մարդիկ անեծքի տակ են, սրանք սուրբ նահատակներ են, որ իրանց կյանքը դրեցին Աստծու ոտքերի առաջ, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգեն, անթառամ պսակներ, նորից եմ ասում, մենք բոլորս ապրում ենք, բայց պարտադիր չի, որ դու կյանքից վերցնես ամենալավը, դու կարաս հագնես, ասենք, $10 շոր, ոչ թե $100 և այդ գումարից մի փոքր էլ տնտեսես և օգնես կարիքավորին, ով որ հաց չունի,
Իսկ այսօր շատ են այդ կարիքավորները։ Երբ որ այսօր քարոզում են բարգավաճ, եկեղեցի, հարստություն, գրված աղքատներին միշտ ձեր հետ ունեք։ Այդ ինչ ավետարան է այսօր քարոզվում բարգավաճության, հարստության, երբ որ Պողոս առաքյալը խնդրում է Տիմոթեոսին, շտապիր, ասում է, քանի ձմեռը չի եկել, որին վերարկում բերես։ Պողոս առաքյալ, որ ամբողջ աշխարհը ոտքի տակ տվեց, ուներ ընդամենը մեկ վերարկու, ինչի չէր կարա պահանջեր մարդկանցից, փողեր ուզեր, գնար իրան լավ վերարկուներ առներ, բայց այս մարդը ուներ մի հատ եւ գրում ա թղթերի մեջ, երբ որ գաս շտապիր, որ բերես, քանի ձմեռը չի եկել։ Եվ գիտեք ինչն է ցավալի, երբ որ այդ հովիվներին, երբ որ այդ մարդկանց այս համարները ասում ես, Ղազարոսը մեռավ, փշրանքներ էր ուտում, բայց գնաց Աբրահամի գոգը։ Երբ որ կարդում ես Եբրայեցիների 11-րդ գլխի 36 խոսքից, մյուսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձ առան, քարկոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված մեռան, ոչխարի մորթերով, այծի կաշիներով ման եկան, կարոտություն քաշելով, նեղված, չարչարված, ըստեղ տեսնում ենք հարստություն, ընդհակառակը գրած է կարոտություն քաշելով։ Եվ ինչ ա նշում, այնպիսի մարդիկ, որոնց աշխարհը անգամ արժանի չէր։ Նորից եմ կարդում 38 խոսքից, մյուսներն էլ նախատինքների, ծեծերի, կապանքների, բանտի փորձ առան, քարկոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված մեռան, ոչխարի մորթերով, այծի կաշիներով ման եկան, կարոտություն քաշելով, նեղված, չարչարված, որ աշխարհը նրանց արժանի չէր։ Այսպիսի մարդկանց համար գրված է աշխարհը անգամ նրանց արժանի չէր։ Բայց այսօր ներողություն, եթե մարդ աղքատ է, ասում են դու անեծքի տակ ես։ Այս սատանայական վարդապետությունը մտել է եկեղեցի։ Եվ այնքան ցավոտ է, որ շատ քչերն են, շատ քչերը, որ ընդունում են մաքուր վարդապետությունը, Աստծո խոսքը մաքուր ոնց որ կա։ Եվ ինչ է կարծում, այս հարստություն սիրողները, որ օրհնություն ասվածը հասկանում են ֆինանսը, վաղը որ մի քիչ նեղություն գա, սրանք կդիմանան, արդյոք սրանք չեն ուրանա Հիսուսին։ Գիտեք, Աբրահամը ինքը որտեղ էր բնակվում, ինքը վրաններում էր բնակվում, Աբրահամը ինքը հարուստ մարդ էր, գիտեք, բայց ինքը վրաններում էր բնակվում, ինչի համար, ինքը ինչ-որ միտեղ տուն չէր սարքում և այնտեղ հաստատվում և այսպես ճոխացնում իր տները, սերվանդներ առնում, շուշեղեն առնում, չգիտեմ ինչ էր, որովհետև Աստված անընդհատ իրան ասում էր, տեղափոխվի այստեղից այնտեղ, նա շարժվում էր առաջ, նա Աստծու հետ կապ ունեցող մարդ էր, նա Աստծու խոսքով էր շարժվում և նա ինչ-որ միտեղ չէր ֆիքսվում մնար և տներ կառուցեր, նա վրաններում էր բնակվում, որովհետև Աստծու ձայնը լսում էր, Աստված ասում էր, եղավ երկրում սով չէ, ասма գնաց Եգիպտոս պանդխ տանալու, այսպես եղավ, այնպես Աստված ասես թող քո երկիրը գնա դեպի, Աստված միշտ այս մարդուն ուղղորդում էր։ Եվ եթե այս մարդը միտեղ տուն կառուցեր եւ այսպես իր հարստությունը լցներ, Աստված կարար այս մարդուն առաջնորդեր։ Բայց այս մարդը միշտ շարժվում էր, որ կողմ որ Աստված ասում էր իրան։ Եվ ես ուզում եմ կարդամ, երբ որ Ղովտը բաժանվեց Աբրահամից, գրած է, որ իր վրանը բացեց, որպեսի ես ինձանից չխոսեմ, ես ուզում եմ կարդալ Ծննդոց 13-րդ գլուխը, երբ որ ինքը բաժանվեց Աբրահամից, Աբրահամը Քանանի երկրում բնակվեց, Ղովտն էլ դաշտի քաղաքներում բնակվեց եւ իր վրանը Սոդոմի մոտ բացավ։ Տեսեք, երբ որ ինքը Աբրահամի հետ էր, ինքն էլ էր այդպես շարժվում։
Եվ երբ որ ինքը բաժանվեց, ինքը կարծես թե սկզբունքով էր ուղղորդվում, ինքն էլ էր վրաններում բնակվում եւ գրած իր վրանը Սոդոմի մոտ բացեց։ Այսինքն ինքը մի մարդ էր, որ չէր ֆիքսվում միտեղ, վրաններում էին բնակվում եւ Հակոբը գրած չէ համեստ մարդ էր, վրաններում էր բնակվում։ Բայց եկավ մի հատ պահ, ես ուզում եմ կարդալ, երբ որ հրեշտակները իրիկունը եկան Սոդոմ, եւ Ղովտը նստած էր Սոդոմի դռանը։ Ուզում եմ ուշադիր կարդանք այստեղը Ծննդոց 19-րդ գլուխ եւ առաջի խոսքից կարդամ։ Եվ այն երկու հրեշտակները իրիկունը Սոդոմ եկան, եւ Ղովտը նստած էր Սոդոմի դռանը։ Եվ Ղովտը տեսավ եւ վեր կացավ գնաց նրանց առաջ եւ իր երեսի վրա մինչեւ երկիրը խոնարհություն արավ եւ ասեց. «Աղե իմ տերերս, եկեք ձեր ծառայի տունը»։ Հասկանում եք, այստեղ արդեն էլ վրան չկար։ Այստեղ նայում ենք, որ Ղովտը արդեն տուն էր սարքել։ Եվ արմատավորվել էր Սոդոմ մի երկրում, որ Տերը պիտի կործաներ, պղծության եւ անօրենության քաղաք։ Բայց երբ որ ինքը Աբրահամի հետ էր գրած, իր վրանը բացեց։ Բայց երբ որ եկավ այս չար քաղաքը, այս պիղծ քաղաքը, իր կինը, որ անգամ կնոջ անունը գրված չի Աստվածաշնչում, չգիտեմ ինչ ստիպեց իրան, ինչ համոզեց, ինչ փոխվեց, այդ վատ շրջապատը ինչպես ազդեց Ղովտի վրա, որ ինքը այլևս վրաներում չէր բնակվում։ Գրածը ասում է մտեք ձեր ծառայի տունը, այսինքն Ղովտը բաժանվելով Աստծու մարդուց Աբրահամից, ինքը նաև հոգևոր անկում ապրեց։ Երբ որ ինքը Աբրահամի հետ էր, ինքը տեսնում էր իր հայր Աբրահամը ոնց է շարժվում, ինքն էլ այդպես էր անում։ Աբրահամը վրաններում է բնակվում, ինքն էլ է վրաններում բնակվում, բայց երբ որ ինքը առանձնացավ Աբրահամից եւ եկավ Սոդոմ եւ այդ պիղծ քաղաքը եւ այդ մարդկանց ապրելակերպը, եւ գիտեք սատանան ինչ կասի, ինչի հետևես, ես ինչ կյանք է, անընդհատ չվիստ է, անդադ գնան, դե անդադ տեղափոխություններ, անդադ քաշքշուկներ, մի հատ լավ տուն սարքի, այնտեղ էլ մնա, այնտեղ էլ ապրի եւ տեսնում ենք, եւ գուցե իր կինը այդպես իրան համոզել էր կամ աղջիկները, ես չգիտեմ, բայց տեսնում ենք, որ այս մարդը հոգևոր անկում է ապրում։ Եվ սկսվում է բնակվել տան մեջ, այսինքն հասկանում ենք, որ տուն է սարքել։ Հասկանում ենք, որ ինքը այլևս Աբրահամի հետ չէր եւ այդ սկզբունքներով չէր շարժվում, ինքը տուն էր սարքել։ Եվ հրեշտակներին էլ հրավիրում ասում է եկեք ձեր ծառայի տունը։ Եվ երբ որ կարդում ենք Աստված կործանեց այդ Սոդոմը եւ Գոմորը, եւ երբ որ Ղովտը չէր հասցնում, խնդրեց Աստծուն, որ այդ փոքր քաղաքում բնակվի, որի անունը Սեգովր էր, որը որ հենց փոքրիկ է կոչվում, փոքրիկ քաղաք էր, ինքը իր աչքերով տեսավ։ Ղովտը իր աչքերով տեսավ այն ինչի վրա որ տանջվել էր, սարքել էր, տուն ու տեղ էր դրել, այդքան տարիներ չարչարվել էր, Եհովան մի վարքյանում երկնքից կրակ իջավ եւ լափեց։ Այսինքն հասկանում ենք Ղովտ, էս ինչ ես դու անում։ Դու բաժանվեցիր Աբրահամից եւ դու գնացիր հաստատվեցիր մի պիղծ քաղաքում, որը որ կործանվելու վրա է, որ Տերը պիտի կործանի, որը որ կործանվելու բաժին է։ Եվ երբ որ ինքը չէր հասցնում, խնդրեց Տիրոջը, որ այդ մի փոքրիկ քաղաքը Սեգովը գնա, բայց այստեղ արդեն ինքը խրատվել էր։ Եվ ինչ ենք կարդում, երբ որ ինքը գնաց, ինքը այդ քաղաքի մեջ էլ չիջավ այնտեղ բնակվելու, ինքը սարում էր բնակվում։ Ուզում եմ կարդամ 19-րդ գլուխ Ծննդոց 30 խոսքից եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ Սարումը բնակվեց իր երկու աղջիկների հետ, որովհետեւ վախում էր Սեգովրում բնակվելու եւ բնակվեց մի այրում ինքը եւ իր երկու աղջիկները։ Ուրեմն արդեն Ղովտին ոնց ասած խրատ եղավ։ Տերը Ղովտին խրատեց, Ղովտ
Այսքան տարիներ, որ տուն ու տեղ ես սարքել, նվիրվել ես, քո տարիները տվեցիր, հաստատվեցիր մի կործանված քաղաքի մեջ, որ Տերը պիտի կործաներ եւ քո աչքերով տեսար, ինչպես քո տանջանքը, քո ձեռքի աշխատանքը մի վայրկյանում մոխրացավ եւ խրատվեց Ղովտը։ Եվ գրած անգամ Սեգովրում, որ փոքրիկ քաղաք էր, բայց այնքան չար էին այդ մարդիկ, որ ինքը վախեցավ իջներ եւ այդ քաղաքի մեջ բնակվել։ Բայց երբ որ հետ ենք նայում, այնտեղ ինքը բնակվում էր, չէր վախենում։ Այնտեղ նայում ենք, որ հոգևոր անկում էր ապրում եւ բնակվում էր եւ տուն էր սարքել։ Բայց այստեղ գրած է վախեցավ իջնել։ Եվ բնակվեց մի այրում, մի քարայրում Սարի գլխին բոլորից հեռու, որտև հասկացավ իր անկման պատճառը, որ ինքը բաժանվեց Աբրահամից, եւ որ ինքը տեսնում էր, որ հայր Աբրահամը վրաններում է բնակվում, ինքն էլ էր վրաններում բնակվում։ Սկզբից գրած իր վրանը բացեց, բայց երբ որ եկավ Սոդոմ, կարծես թե հաստատվեց, արմատավորվեց, տունտեղ դրեց։ Եվ մի վայրկյանում մոխիր եղավ այդ ամեն ինչը եւ խրատվեց եւ այլևս անգամ չեր իջնում այդ փոքրիկ Սեգովր քաղաքը, այլ բնակվում էր մի այրում, Սարի գլխին մի այրում իր երկու աղջիկների հետ, որովհետեւ տեսավ այդ երկրի կործանումը, որ հազիվ փրկվեց, կինն էլ անգամ որ թեքվեց աղի արձան դարձավ։ Մի կին, որ սրտով ու հոգով այդ քաղաքի մեջ էր, Սոդոմի մեջ էր։ Եվ սիրտը չտարավ, հրեշտակները զգուշացրել էին, որ հանկարծ չթեքվես, հետ չնայես, բայց այնքան սիրտը կպած էր, որ կյանքի գնով թեքվեց եւ վերջին անգամ նայեց այդ քաղաքին եւ ինքն էլ աղի արձան դառավ։ Եվ սիրելիներս, այսօր շատերը աղի արձան են, կասեք ոնց, հենց այդպես, որտև սրտով ու մտքով Եգիպտոս են եւ թեքվում ու նայում են, թե այս աշխարհը ոնց է շարժվում, այս աշխարհի նիստուկացը եւ ամեն ինչը, եւ այսպես հոգեվոր կյանքում աղի արձաններ են։ Ոչ մի կենթանություն չկա իրանց մեջ, որովհետեւ ոչ մի բանից չեն ուզում հետ մնալ։ Ինչի մենք էլ չօգտվենք, այս ինչը սենց հարեցենի ենի, բա մենք ումից ենք պակաս, սիրելիներս, ուզում եմ հիշեցնել նորից, մենք օտարներ եւ պանդուխտներ ենք։ Այս երկիրը մեր տեղը չի, սա մերը չի, մեր հայրենիքը երկնքում է, եթե հավատարիմ լինենք մինչև վերջ, Աստված սենց տներ է չի խոստացել մեր համար, ոսկի տներ, բրիլյանտե, չգիտեմ, մարգարիտից հեքիաթային տներ, որ պատրաստել է մեր համար, միայն թե հավատարիմ լինենք մինչև վերջ եւ հաղթենք, որտեվ հայտնության եկեղեցիներին յուրաքանչյուր 7 եկեղեցուն, եթե հաղթես, ամեն բան հաղթելու վրա է։